Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և կյանքի որակի հիմնական բնութագրիչներից մեկը երեխաների մի քանի օրականից մինչև 4 տարեկան մահացության ցուցանիշն է։ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում այն թեև նվազել է, սակայն շարունակում է մահացության ընդհանուր թվի շուրջ 1% կազմել։ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների համաձայն 2022 թվականին ծնվել է 36,353 մարդ, մահացել է 26,805, որից 274-ը ընդհանուր մահերի 1,2%, 0-ից 4 տարեկան, նրանցից էլ 243-ը 0-ից 1 տարեկան։ Բավականին բարձր է նախորդ 2 տարիների նույն ցուցանիշի համեմատ, մոտ 20%։ Բայց եթե մենք 0-ից 4 տարեկան այդ դեպքերը բաժանենք, մենք կտեսնենք, որ նշող մեծամասնությունը 0-ից 1 տարեկանների շրջանում գրանցված այդ անդառնալի արդյունքներն են 193 դեպք, որը որ նույնպես 14%-ով ավելի բարձր է, քան 22 թվականի առաջին ամիսներին եւ 3-8%-ով, քան 21 թվականի։ Հատկանշականն այն է, որ բոլոր թվականների մահացածների գերակշիռ մասը տղա երեխաներն են եղել։ Քիչ չեն նաև հանկարծամահության դեպքերը, լինում են նաև ազգուշության հետևանքով մահվան դեպքեր։ Մանկահասակների մահացության պատճառները տարբեր են, ըստ վիճակագրական ծառայության Հայաստանում երեխաները հիմնականում մահանում են շուրջ ծնական շրջանում առաջացած առանձին վիճակներից, բնածին անկանոնություններից եւ ձևախախտումային խանգարումներից, շնչառական օրգանների հիվանդություններից։ Թե հղիները, թե ընտանիքը շատ մեծ դեր ունեն եւ պետք է հնարավորինս վաղ շրջանում դիմել բուժօգնության, կանգնել հաշվառման, պարբերաբար հաճախել բժշկի, նույնը եւ անել հետ ծննդյան շրջանում, չխուսափել պատվաստումներից։ Մանկական մահացության նվազումը համալիր պայքարի արդյունք է։ Այստեղ էական նշանակություն ունի ծնողների հետ բժշկի աշխատանքը, բժշկական ծառայությունների մատուցման որակը, բուժաշխատողների պարբերաբար վերապատրաստումները, սքրինինգային ծրագրերի ընդլայնումը, հիվանդանոցները ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցնելը եւ այլն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։